Կտրիչ Ներսյանի հեռացումից հետո Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի երկրորդ կետը վերաբերվում է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնագրքի ընդունմանը եւ ուզում եմ ընդգծել, որ այս օրակարգը ըստ էության պաշտոնապես արձանագրված է հենց Մայրաթոռի կողմից 2011 թվականի նոյեմբերին Հայաստանի արտադատության նախարարությունում գրանցվել է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությունը, որի մեջ ասվում է հետևյալը. մոտ ապագային կազմվելու է Հայաստանյան Առաքելական Եկեղեցու կանոնադրություն, փակագծերում սահմանադրություն, որը հանդիսանալու է հիմնական արժեքը նրա նվիրապետական ամբողջ կառույցի։ Այսինքն ըստ էության ինչ է ստացվում, Կտրիչ Ներսյանի կաթողիկոսի կարգավիճակում հայտնվելուց 12 տարի անց դեռևս կանոնադրությունը համապատասխան համապարփակ կանոնագիրքը չկա եւ 2011 թվին ասում է մոտ ապագայում դա կընդունվի, 2011 թվից էլ անցել է եւս 14 տարի։ Այսինքն սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցում Կտրիչ Ներսյանի առաջնորդությամբ եւ ըստ էության այս ապականոնական վիճակը դիտավորյալ է ստեղծվել, որպեսզի որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում եւ ընկալում չլինի եւ տեղի ունենա այն, ինչ տեղի ունենում եւ հետեւաբար շատ կարեւոր է, որ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին Կտրիչ Ներսյանի հեռացումից եւ տեղապահի ընտրությունից անմիջապես հետո անցնի նոր կանոնագրքի մշակմանը եւ ընդունմանը, որտեղ հստակ թափանցիկ կանոններ կգործեն, որոնք հասկանալի, տեսանելի կլինեն ոչ միայն հոգեվորականներին, այլև հանրությանը, այսինքն կլինեն հրապարակային եւ մեզ բոլորիս պարզ կլինի, թե եկեղեցին ինչ կանոններով, ինչ արժեքներով է ապրում եւ որոնք են դրանց նկատմամբ հանրային եւ ոչ միայն հանրային, այլև ներքին վերահսկողության մեխանիզմները։ Հաջորդիվ ավելի մանրամասն որոշ նրբությունների կանդրադառնամ առաջիկայում։